Բարի գալուս սիրելի ունկնդիր, դուք միացել եք երբ գրքերն են փաստում հաղորդաշարին, որտեղ գրականության ու պատմական փաստերի միջոցով փորձում ենք հասկանալ, թե ինչպես է կրթությունը ձևավորել մեր ժողովուրդը 19-րդ դարից մինչև մեր օրեր։ Այսօր հրավիրում եմ ձեզ հայ կրթության ամենալուսավոր էջերից մեկը բացելու։ 19-րդ դարը հայ կրթության համար ոչ միայն դժվարությունների, այլ նաև մեծ առաջընթացի ժամանակաշրջան էր։ Չնայած սոցիալական ծանր պայմաններին, մեր ժողովուրդը կարողացել է ստեղծել դպրոցներ, որոնք դարձել են հայ մտքի, լեզվի ու գիտելիքի տներ։ Դրանցից ամենահայտնիները հետևյալներն էին՝ Մխիթարյան միաբանություն։ Դեռ 18-րդ դարից Վենետիկում ու Վենայում գործող մխիթարյանները ստեղծեցին հայ մշակույթի ու դպրության հզոր կենտրոններ։ Նրանք տպագրեցին գրքեր, բառարաներ, դասագրքեր, գործեցին այնպես, ինչպես այսօր գործող համալսարանները, կրթելով եվրոպական կրթություն ստացած հայ մտավորականների մի ամբողջ սերունդ։ Լազարյան ճեմարանը հիմնադրվեց Մոսկվայում։ Հայ երիտասարդների համար բացված այս հաստատությունը եվրոպական մակարդակի կրթություն էր տալիս լեզուների, պատմության, արվեստի դասերով։ Այստեղ սովորողների մի մասը հետագայում դարձավ մեծ գրող, դիվանագետ ու հասարակական գործիչ։ Ներսիսյան դպրոցը հիմնադրվեց Թիֆլիսում։ 19-րդ դարում սա հայկական ակադեմիական նշանակություն ուներ։ Այստեղ սովորել են մեր գրականության շատ խոշոր դեմքեր։ Կրթությունը բարձր էր, ուսուցիչները նվիրված։ Գևորգյան ճեմարանը հիմնադրվեց Էջմիածնում։ Այս կրթօջախը համարվում էր հայ հոգևոր մտքի կենտրոն։ Այստեղ ձևավորվեցին ուսուցիչներ, հոգևորականներ, պատմաբաններ, լեզվաբաններ, որոնք ամբողջ կյանքում ծառայեցին ժողովրդին։ Բացի այդ, 19-րդ դարում հայաշատ քաղաքներում բացվում էին աշխարհիկ դպրոցներ, որոնք հաճախ աշխատում էին բարերարների միջոցներով։ Այս դպրոցներում դասավանդում էին նվիրյալ մարդիկ, գիտակցելով, որ կրթությունը ապահովում է ժողովրդի գոյությունը։ Իսկ գիտես, որ 19-րդ դարի ամենամեծ հեղափոխությունը անշուշտ կապված է մեկ անվան հետ՝ Խաչատուր Աբովյան։ Նա առաջինը գրեց աշխարհապար հայերենով, դարձնելով լեզուն հասկանալի բոլորին։ Միևնույն ժամանակ Աբովյանը պայքարում էր կրթական բարեփոխումների համար, որ դպրոցները լինեն բաց, մարդասիրական, ազատ, առանց բռնության ու խավարի։ Ինչպես Ռաֆ ու Վեպերը հաստատում են, 19-րդ դարում դպրոցներում հաճախ գերիշխում էր ծեծի մեթոդը։ Վարժապետներից մեկի անունը նույնիսկ դարձել էր թևավոր խոսք՝ Տեր-Թոդիկյան դպրոց։ Երբ ասվում է ծեծով ուսուցում, խիստ կարգապահություն, սահմանափակում։ Այս երկակի զուգահեռները շատ ուշագրավ են։ Մի կողմից բարձրագույն կրթօջախներ, մյուս կողմից հասարակ գյուղերում աղքատություն, անգրագիտություն և ճնշող մեթոդներ։ Այդ նույն իրականությունն էր, որ Պետրոս Կամսարյանին էլ հուսահատեցրեց։ Հայ գյուղի սոցիալական ծանր պայմանները նրան ետ պահեցին իր առաքելական մտադրություններից։ Նա չկարողացավ դիմանալ իրականության դառնությանը և վերադարձավ իր ապահով կյանքին։ Եվ սա միայն Պետրոսի պատմությունը չէր։ Շատերը չեն կարող միայնակ հաղթահարել համակարգային խնդիրները։ Այսօր մեր երկրում դպրոցները գործում են օրենքներով։ Երեխաների իրավունքները պաշտպանված են, և ծեծի մեթոդը այլևս նորմալ չէ։ Այսօրվա ճանապարհորդությունը մեզ տարավ 19-րդ դարի հայկական կրթական իրականություն։ Մենք տեսանք, թե ինչպես էին մի կողմից լուսավորության օջախները կառուցում նոր մտածողություն, իսկ մյուս կողմից աղքատության ու խավարի պայմանները խամրեցնում կրթության հնարավորությունները։ Պետրոս Կամսարյանի պատմությունը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երբ հասարակությունը ծանր է, երբ դպրոցը թույլ է և մարդը մենակ է բախվում համակարգային դժվարություններին, նույնիսկ ամենակրքոտ առաքելությունը կարող է դադարել։ Սակայն 21-րդ դարում մենք այլ իրականություն ունենք։ Այսօր երեխաների իրավունքները պաշտպանված են։ Ուսուցիչը գործում է սահմանված կանոններով, և տեղեկատվությունը հասանելի է բոլորին։ Բայց կրթության նոր մարտահրավերներ էլ կան։ Անուշադրություն, համացանցի կախվածություն, ուսման նկատմամբ հետաքրքրության նվազում։ Այդ պատճառով նման վեպերին ու պատմություններին ծանոթանալը կարևոր է։ Դրանք օգնում են հասկանալ, որ կրթությունը պարզապես առարկա չէ, այլ ժողովուրդ պահող ուժ։ Եվ հիմա մեր այսօրվա մտքի փորձությունը։ Սիրելի ունկնդիր, ի՞նչ կկատարվեր, եթե այսօր 21-րդ դարում քեզ հանձնարարվեր բացել նոր լուսավորական դպրոց։ Ինչը կհամարեիր ամենաանհրաժեշտն ու կարևորագույնը երեխաների զարգացման և հետաքրքրությունը վերադարձնելու համար։